Աթաթուրքը իր հայտնի ճառ ունեցավ 20-ականներին, եթե չեմ սխալվում 27 թիվն է։ Այդ ճառը, որը համարվում է նաև թուրքական պատմագրության սկիզբը, դրա միջից հայերի ներկայություն հայերին նա զտեց, հանեց թուրքական պատմությունից։ Այսինքն Թուրքիայի պատմության հիմնադրման այդ միֆի մեջ հայերը չկան։ Այդ միֆը, այդ հիմնադրումը ինչ է իրանից ներկայացնում։ Օսմանյան այդ բազմաէթնիկ, բազմամշակույթ հանրությունից տեղափոխում դեպի միաէթնիկ թուրքական ինքնություն, նոր թուրքական ես, որի մեջ այդ մարգինալ ձայները, փոքրամասնությունների, քրիստոնյաների, անգամ այդ ալևիների ու քրդերի, նրանք չէին ճանաչում, այդ ներկայությունը չկար։ Այսինքն, եթե դու ասում ես թուրք, մեր թուրքական պետություն, չգիտեմ ինչ, դու չես կարող հասկանալ, որ ինչ-որ հայերի ներկայություն, առավել ևս հայկական հիշողությունների ներկայություն։ Եվ ըստ դրա կառուցվեց ամբողջ թուրքական պատմագրությունը եւ թուրքական մոտեցումը այդ հարցի վերաբերյալ։ Եթե մենք ասում ենք Թուրքիայի կողմից ճանաչում, պետք է հասկանանք, որ դա ունենալու է լուրջ սոցիալական, քաղաքական, մշակութային, հոգեբանական եւ այլ հետևանքներ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից եւ Թուրքիան պետք է իշխանությունը պետք է պատրաստ լինի դրան ու այդքան կանգ պետք է ունենա։ Այո, պատկերացնենք, որ մի քանի սերունդ, արդեն 3-4, եթե ոչ ավել, այդ գաղափարները, այդ պատմությունները մարդկանց ներարկել են